Երեխեքի առողջական վիճակի հետ կապված կարող եմ ասել, Դավիթը ունեցել է առողջական խնդիր, Միքայելի առողջական վիճակը փոքր-ինչ ավելի լավ էր, քան Դավիթինը։ Դավիթին երեկ շտաբօգնություն են հրավիրել, անգամ առաջարկ է եղել, որպեսզի հոսպիտալացնեն երեխային։ Դավիթը հրաժարվել էր, բայց այսօր էլ ընդամենը երևի մի կես ժամ առաջ ենք տեսել, էլի նույն ցավերը ուներ, գլխացավերը ուներ, արդեն իսկ ասել ենք, որ ունի առողջական խնդիրներ։ Այս պայդրությամբ կարող եմ այդքանը ասել, ամեն դեպքում ես գտնում եմ, որ Դավիթի առողջական վիճակը այդքան էլ բավարար չէ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա կազմակերպված սադրանք է եղել, ավելին քաղաքականացնում են, նշում են, որ Գևորգ Գևորգյանն է կազմակերպել, ում ևս ձերբակալել են այդ օրը։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր էլի առիթ ունեցել եմ, հայտարարել եմ, երեխաները ընդհանրապես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն, երեխաների ընտանիքի անդամները որևէ կուսակցության անդամ չեն։ Դա հայտարարում եմ որպես փաստաբան եւ հայտարարում եմ որպես այդ ընտանիքի մոտիկ մարդ, որտեղ հենց իմ տղաս սովորում է այդ երեխաների հետ, արդեն 10 տարի մենք սովորում ենք այդ երեխաների հետ, այսինքն երեխեքը մեծացել են իմ աչքիս առաջ։ Գևորգ Գևորգյանը ընդհանրապես բոլորս զարմացանք, դեռ ավելին ասեմ, երբ որ Գևորգ Գևորգյանին ձերբակալել էին, մենք շատ զարմացանք եւ քնչականում, երբ որ երեխեքը Գևորգին տեսան, Գևորգյան, ասեցի երեխեք ջան, այս են ձեր կասկածանքի որոշման մեջ, որ գրած է Գևորգ Գևորգյան, ինքն ասեցին, վայ բարև ձեզ Գևորգ ձայձա։ Շատ զարմացան երեխեքը, ընդհանրապես որևէ կապ, որևէ առնչություն Գևորգ Գևորգյանի հետ երբևէ չեն ունեցել։ Երեխեքը որևէ մի կուսակցության, որևէ մի պատգամավորի, պաշտոնատար անձի ընդդիմության ներկայացուցիչի հետ ընդհանրապես կապ չունեն։ Միայն մեկ բան կարող եմ ասել, երեխաները անգամ կարող եք հետաքրքրվել, յուրաքանչյուր շաբաթ գնում են պատարագի, կիրակի օրերը շատ հավատավոր երեխեք են։ Եթե դուք նկատել եք անգամ կադրերում, աղոթագրքերը երեխաների ձեռքում են եղել, առգրավել էին աղոթագիրքը, ընդ որում երեխեքը կարող եք հետաքրքրվել տեսել, ԶՊՎ-ում հարցրել եմ, ինչ եք ուզում, ասել են մեր աղոթագրքերը բերեք։ Աղոթագիրք ենք այսօր տարել երեխեքին։ Յուրաքանչյուր կիրակի նրանք մասնակցում են պատարագի, կամ Սուրբան նայում, կամ Զորավոր եկեղեցիում։ Ի վերջո այդ սադրանք արդյոք անվտանգության աշխատակիցների մեղքով տեղի չունեցավ, որովհետև նրանք նախուշացած մտան ու փորձում էին այդ մարդկանց մեջ ճանապարհ բացել, հրել, այն դեպքում, երբ որ մարդիկ կանգնած աղոթում էին պատարագի։ Եկեք ես այսպես ասեմ, ես այս պահին գործի իրավական կողմին շատ չեմ ուզում անդրադառնալ, նախ ասեմ ինչի։ Եվ հայտարարեմ նաև, որ երեխաներին դեռևս մեղադրանք առաջադրված չէ եւ հույս ունեմ, որ մեղադրանք չի առաջադրվելու, հույս ունեմ ամեն դեպքում։ Երեխաները ընդամենը ունեն կասկածյալի կարգավիճակ։ Թե սադրանք էր եւ ով սադրեց այդ ամենը, ամեն դեպքում դրա մասին կարծում եմ հույս ունենամ, էլի կրկնեմ, որ խոսելու առիթ չունենամ, բայց եթե այդպես լինի, ուրեմն վաղը ես այդ մասին արդեն հայտարարությամբ հանդես կգամ։ Տեսեք, կադրերից երևում է, որ տղաներից մեկը կանոնը կհիշեցնեք տղաների։ Միքայել եւ Դավիթ։ Դավիթն է երևույթին ձեռքով փորձում է ինչ-որ գործողություն է իրականացնում։ Կարող եք դա դետալային ներկայացնել, ինչ գործողություն է, որն է եղել դրա նպատակը, ինքը նախաքննական մարմնում հայտնել է դա։ Ուրեմն, քանի որ Դավիթը դեռևս հարցաքննվել է, բայց հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Դավիթը ոչ թե հրաժարվել է իր գործողությունների վերաբերյալ, ոչ թե հարվածելու, ինչպես որ փորձում են ներկայացնել, հարվածելու փորձ կատարելու մասին, այլ ընդհանրապես իր գործողությունների մասին, որտեղ ասում է, որ ես ուզում եմ իմ տեղս կանգնեմ, դեռևս դրա մասին ցուցմունք չի տվել։ Երեխան ցուցմունք չի տվել զուտ այն հանգամանքից ելնելով, ես ձեզ ասում եմ, եւ որպես ծնող, եւ որպես փաստաբան, նա դեռ չի էլ գիտակցում իր հետ, անկեղծ չի գիտակցում իր հետ ինչ է կատարվում։ Մենք չուզեցանք ավելի հոգեբանական ճնշման երեխուն ենթարկենք եւ ասենք ցուցմունք տուր մի հատ մեկնաբանի, անգամ ես, որ 3-4 անգամ արդեն առանձին տեսակցություն եմ ունեցել երեխու հետ, աշխատում եմ այդ դեպքի մանրամասների հետ չխոսեմ, որտեղ էմոցիոնալ ֆոնը շատ լարված է։ Եղբայրը ինչ էր անում այդ պահին, որ երկու եղբայրներին են Եղբայրը հետևը կանգնած աղոթում էր, երբ որ տեսավ, որ մյուս եղբայրը ինչ-որ լարված էմոցիոնալ վիճակում է, ասում էր Դավիթ հետ արի, ընդամենը դա։ Տեսեք, դուք այդ գործողությունը արվել է երկրի վարչապետի նկատմամբ եւ ակնհայտ երևում է տեսանյութերից։ Դուք որպես իրավաբանությունից գիտակ մարդ, ոնց եք մտածում, ինչ պետք է անեն իրավաբանները, նախաքննական մարմինը, ինչ պետք է անի, որ հետագայի համար, զերծ պահի հանրությանը նման գործողություններ իրականացնի։
հարցի մեկ այլ կողմն է, բայց թույլ տվեք ձեր այս հարցի մեկնաբանությունը չտամ, որտեղ այս հարցի մեկնաբանությունը եթե տամ որպես իրավաբան եւ որպես քաղաքացի, չեմ ուզենա, որ դա ասոցացվի երեխաների հետ։ Ընդամենը դա, որտեղ ցանկացած իմ խոսք, ես արդեն տեսա, իմ նախորդ ինտերվյուից հետո տեսա նաև թե ինչ մեկնաբանություններ են եղել, ինչպես նաև ներկայացնում են, որ անգամ փաստաբանները մանիպուլացնում են ժողովրդին, որ երեխաները դպրոցական են։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է այդ հարցը գոնե ամենապարզունակ 29 դպրոցում, որ այդ ամենապարզունակ հարցը կարելի է մանիպուլացնել։ Դուք պատկերացնում եք, եթե ես հիմա իմ դիրքորոշումը հայտնեմ դրա մասին, ինչ կկատարվի։ Դրա համար ուղղակի ես ձեզ խնդրում եմ, այս պահին ես զերծ մնամ իրավական գնահատականներից եւ դիրքորոշումից որպես փաստաբան, այլ ընդամենը մենք ներկայացնենք, ես ինչի շատ կուզենամ, որպեսզի դուք զրուցեք, իմ հետևում հիմա կանգնած են մեր երեխեքի, մեր դպրոցի ծնողները, ովքեր երեկվանից ինչ տեսել են այս ամենը, ընդհանրապես 1 րոպե երևի դադար մեզ չեն տվել։ Իրենք երեկվանից են այստեղ եղել, այսօր էլ երբ որ իմացան, որ ես արդեն հարցազրույց եմ տվել, իրենք են խնդրել, որպեսզի իրենք նույնպես իրենց կարծիքը հայտնեն։ Երեխաներին այսօր հասարակության մի զանգված փորձեց ներկայացնել որպես, չգիտեմ, էլ հանցագործներ, էլ ներողություն եմ ընտանիքից խնդրում, էլ անդաստիարակներ, այդ երեխեքը բացարձակ երեխեքն են, դրանք 2 դպրոցի դեմքերն են եղել, ու մենք, ես այստեղ ասում եմ ձեզ, որպես ծնող, ես չեմ տեսել մի երեխա, համենայն դեպս իմ շրջապատում չկա, որ 12 հատ պատվոգիր ունենա, պետական քննությունները միայն 20-ով հանձնի, բացարձակ տիրապետեն 2 օտար լեզվի, ամենաբարձր մակարդակներով։ Նշեցիք, որ առողջական խնդիրներ ունեն, այսինքն կալանքը անհամատեղելի է լինելու իրենց խնդիրների։ Ըստ իմ գնահատման, այո։ Ես հիմա մասնագետ չեմ, բայց ամենայն դեպս այն բժշկական փաստաթղթերը, որոնք որ իմ ձեռքի տակ կային, ավելի մանրամասը չեմ կարող ասել, որովհետև դա արդեն անձնական բնույթի է, իմ գնահատմամբ այո։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրուցել եք, ներկայացրել եք այդ թղթերը հիվանդության հետ։ Հիվանդության թղթերը չէ, երեք երբ որ արդեն խոչընդոտ էր ստեղծվել քրեական վարչությունում եւ մեզ տևական ժամանակ չէին թողնում երեխաների մոտ բարձրանանք, մենք դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, 1 ժամ ու կես հետո նրանք նույնպես արձագանքեցին, 1 ժամ ու կես հետո մենք կարողացանք բարձրանալ վերև, այսօր նույնպես ասեմ, որ ՄԻՊ-ի գրասենյակից աշխատակազմից այցելել էին երեխեքին եւ նրանց կենսապայմանների մասին փորձել էին տեղեկանալ։ Չէ, Դավիթը ոչ թե հրաժարվել էր, այդ պահին արդեն կարողացել էին համապատասխան միջապնդության արդյունքում, երբ որ երեխան վատացել էր, գիշերը 4-ի սահմաններում է եղել, անմիջապես չեմ կարող ժամանակավոր պահպանման մեկուսարանի աշխատակիցներին որևէ բան ասեմ, շատ արագ արձագանքել են եւ շտապօգնության մեքենան հրավիրել էին։ Երբ որ բժիշկները փորձել էին մի քանի ինչ-որ մի ժամանակ չէին կարողացել երեխայի վիճակը կարգավորել, առաջարկել էին, որպեսզի տեղափոխեն բուժ հաստատություն, բայց որոշակի ժամանակ հետո ներողություն, երբ որ կարգավորվել էր երեխայի վիճակը, երեխան արդեն հրաժարվել էր, բժիշկներն էլ արձանագրել էին, որ այս պահին արդեն կարիքը չկա։